Քաղաքացիական պայմանագրի ղեկավարի հրապարակային գնահատմամբ ընդդիմության հայտնի հատվածի ստացած քվեները լեգիտիմ չեն կամ ձևավորվել են ընտրակաշառքի ազդեցությամբ։ Միաժամանակ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում պնդում է 3 պնդել է, որ խախտումները, այդ թվում ընտրակաշառքը, չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Խնդրում եմ հստակ պատասխանել, ինչպես կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ եւ իրական անխաթար կամքը։ Դուք ձեր հարցում իմ պատասխանը արդեն նշեցիք, ուստի ես այլևս այդ հարցին չեմ անդրադառնա, Մատնանշեք իմ նշած պատասխանը։ Որովհետև ասացի, որ այդ խախտումները եղել են, հավելեմ, որ ես ասել եմ նաև, որ այդ խախտումները պետք է արժանանան ամենախիստ քրեիրավական գնահատականի, բայց ընտրական արդյունքների վերջնարդյունքի համատեքստում դրանց ազդեցությունը մենք չենք կարող գնահատել եւ այն իրողությունը, որ կա այսօր, ցույց է տալիս, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Հետևաբար գտնում ենք, որ ընտրությունների արդյունքը անվավեր չի կարող ճանաչվել։ Եթե երկու պնդումներն էլ ճիշտ են, ինչպես դուք եք նշում, ապա խնդրեմ մեկնաբանել, ինչպես է ստացվում, որ մի քանի քաղաքական ուժ իրենց ձայները ստանում են ընտրակաշառքի միջոցով, դրանց հիման վրա ձեռք են բերում մանդատ ստանալու իրավունք, գալու են ազգային ժողով եւ պետության քաղաքականությանը այդ թվում մասնակցեն որպես ընդդիմություն, բայց միաժամանակ ընտրությունները ձեր գնահատմամբ լեգիտիմ են։ Եթե դուք շատ հաճախ եք հայտարարում, որ իշխանությունը ձևավորված է երկու մասից՝ կառավարություն, իշխող մաս եւ ընդդիմադիր մաս։ Հիմա այդ ընդդիմադիր մասը ձեր ղեկավարի բնորոշմամբ ձևավորվել է ապօրինի եղանակով։ Այդ դեպքում ամբողջ գլոբալ իմաստով իշխանությունը ոնց կարող է լեգիտիմ լինել։ Նախ վարչապետը երբևէ չի ասել, որ այդ դատողությունների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ։ Այն, ինչ ասվել է, վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին եւ հանդիսացել է քաղաքական գնահատական, ինչը չի բացառում եւ հակառակը նույնիսկ չպետք է բացառի վարույթ իրականացնող մարմինների կողմից տրվելիք գնահատականը։ Ես երեք շատ երկար խոսեցի այն թեստի մասին, որը սահմանում է Վենետիկի հանձնաժողովը, ինչպես նաև դրան անդրադարձ էր կատարել նաև Սահմանադրական դատարանի իմ կողմից նշված որոշումներում, որ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է, եւ դա չի կարող կապվել մեկ կամ մի քանի խախտումների հետ, եւ դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ։ Եվ մեր պնդումն այն է, որ տեղի ունեցած դեպքերը այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների ձայնը, քվեները, որոնք տրվել են ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման համատեքստում եւ ասենք, որ ընտրություններն անբավեր են։ Միևնույն ժամանակ կրկին ուզում եմ շեշտադրել, այն արատավոր երևույթները, որոնք տեղի են ունեցել process-ի ընթացքում, պետք է արժանանան ամենախիստ քրեիրավական գնահատականի։ Ամբողջովին համաձայն լինելով, որ պիտի արժանանան այդ խիստ գնահատականին, ամեն դեպքում չի կարող լինել ընտրական process-ում ձևավորված մի հատվածը լեգիտիմ եւ մի հատվածը ոչ լեգիտիմ։ Չի կարող լինել մեծամասնությունը, ում որ ձայներ են տվել քաղաքացիները, այդ ձայները լինեն մաքուր եւ արժանահավատ, բայց ընդդիմությանը տրված ձայների հատվածը լինել ոչ ձեր հարցը ձևակերպեք։ Ես ուզում եմ հարցը ձևակերպեմ, պիտի պարզաբանեմ, որ ձևակերպեմ։ Չէ, դուք արդեն ուղղակի եզրափակիչ խոսքի տարեր պայմանագում։ Շատ լավ։ Հիմա փորձեմ կոնկրետ հարցը ձևակերպել։ Պարոն Փաշինյանը հստակ հայտարարել է, որ ընդդիմության ստացած ձայները ընտրակաշառքների արդյունք են։ Հետևաբար, այդ տրամաբանությունից ելնելով, դա ուղիղ ազդեցություն է այդ ընտրակաշառքների երևույթը ուղիղ ազդեցություն է ունեցել ընտրական process-ի
վրա այդ պատճառով էլ ընդդիմությունը ստացել է այն քանակը ձայների, որոնք որ ստացել է։ Հիմա դիսոնանս չեք տեսնում ձեր արտահայտած դիրքորոշման եւ նման փաստի միջեւ։ Ես մի քանի անգամ արդեն շեշտեցի։ Կան իրավական գնահատականներ, կան քաղաքական գնահատականներ։ Քաղաքական գնահատականները հիմնվում են կոնկրետ իրավիճակում, կոնկրետ իրադրության վրա եւ այն իրականության վրա, որին մենք բոլորս ականատես ենք եղել, բայց դրանից զատ կան նաեւ իրավական գնահատականներ։ Իրավական գնահատականները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տրվելու են քրեական գործերի շրջանակներում եւ իրավական գնահատականը ընդհանուր երևույթին եւ իր ամբողջության մեջ, ամբողջ համատեքստի մեջ տրվելու է Սահմանադրական դատարանում։ Շատ լավ։ Այդ դեպքում կրատեք ես ձեր թույլտվությամբ լրացնեմ էլի։ Տեսեք, իրականում ձեր այս հարցերի շարքի որոշակի տրամաբանության հետ ես որոշակի խնդիր ունեմ, որովհետև դուք փորձում եք մի այսպիսի տրամաբանություն կառուցել, որ եթե եղել է արձանագրում, որ process-ում եղել է խնդիր, ուրեմն դա անխուսափելիորեն այդ խնդրի չափը հասնում է այն մակարդակին, որ պետք է հանգեցնի ընտրությունների անվավեր ճանաչման։ Այս տրամաբանությունը սխալ է, այն տրամաբանությունը, որ եթե ամբողջությամբ ընտրությունները 100%-ով անարատ չեն անցել, այդ պայմաններում ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն, կբերի նրան, որ ոչ մի ընտրություն երբևիցե չի անվավեր ճանաչումից չի խուսափի, որովհետև այս դահլիճում գտնվող բոլոր դերակատարները եւ միջազգային մասնագետները ընտրական իրավունքի միշտ արձանագրում են, որ ընտրությունների ընթացքում լինում են խախտումներ։ Այդ արձանագրումից ի վեր արդեն իսկ փաստվում է, որ 100% անարատ գործընթացի հետ մենք խնդիր չունենք։ Սահմանադրական դատարանի առաջ դրված հարցը իմ հասկանալով այն է, արդյոք այդ ոչ այսինքն այդ արատավոր երևույթները իրենց մասշտաբով հասնում են այն մակարդակին, որպեսզի ընտրությունները անվավեր ճանաչվեն թե ոչ, մեր պնդումն այն է, որ ոչ, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբևիցե հակառակի մասին, այսինքն մեր պնդմանը հակասող պնդում հրապարակավ չի արել։ Տվել է քաղաքական գնահատականներ, որոնք, ինչպես Տիկին Գալյանը շատ ճիշտ նշեց, պետք է տարբերակել իրավական գնահատականներից։ Շնորհակալություն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ պարոն Փաշինյանի գնահատական ընդդիմության ստացած ձայների վերաբերյալ զուտ քաղաքական գնահատականը եւ իրավական եւ փաստացի առկայության հետ որևէ առնչություն չունի։ Ոչ ճիշտ չեք հասկանում, այսինքն վերջի հատվածը սխալ եք հասկանում եւ ճիշտ եք հասկանում այն հատվածը, որ պարոն վարչապետը քաղաքական գնահատականները հնչեցրել, իրավական դիրքորոշումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հնչում է հիմա իմ կողմից, Տիկին Գալյանի կողմից եւ Տիկին Ջուլհակյանի կողմից այս նիստի ընթացքում։ Բայց այն հատվածը, որ ասում եք իրականության հետ աղերս չունեն, ճիշտ եմ հասկանում այդ հատվածը, ոչ ճիշտ չեք հասկանում։ Պարոն վարչապետի քաղաքական գնահատականները իրականության հետ 100%-ով ճշգրիտ են եւ համընկնում են։ Դուք կիրառեցիք 100%-անոց անարատ ընտրություններ տերմինները։ Խնդրում եմ պարզաբանեք ձեր ընկալմամբ քանի տոկոսանոց անարատ ընտրություններ են եղել։ Ես նման գնահատական չեմ կարող տալ, ես իմ դիրքորոշումը հանգում է հետևյալին, որ մենք չենք ունեցել սույն ընտրությունների ընթացքում արատավոր երևույթների այնպիսի մասշտաբ, որը պետք է հանգեցնի անվավեր ճանաչմանը։ Հիմա 87%-ով, 87.4%-ով, թե 95%-ով էական չի, էականա վերջնական դիրքորոշումը իմ կարծիքով, որ արդյոք ունենք նման մասշտաբ, կարծում եմ, որ չունենք եւ կարծում եմ, որ բարձր դատարանի որոշմամբ էլ նույնը պետք է արձանագրվի դիմումները մերժելու տեսքով։ Շնորհակալություն։ Շատ լավ, նշված հարցի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ամբողջովին բացահայտված է եւ բարձ շնորհակալ եմ։ Հիմա հաջորդ թիվ։ Միջազգային չափանիշներով պետությունը պարտավոր է ոչ միայն չմիջամտել ընտրողի կամքին, այլև պաշտպանել ընտրողի մասնավոր, օլիգարխիկ, արտաքին կամ կոռուպցիոն ազդեցություններից։ Ընտրակաշառքի համակարգային ցանցը սովորական իրավախախտում չէ, այն ժողովրդավարական եւ ժողովրդական ինքնիշխանության մասնավոր յուրացման փորձ է։ Երբ փողը սոցիալական խոցելիությունը եւ կազմակերպված միջնորդական ցանցերը փոխարինում են ժողովրդի ազատ կամքը։ Սա ընդհանուր գնահատականն է ընտրակաշառքի մասին։ Ընդ որում այս գնահատականը հիմնված է միջազգային կազմակերպությունների տված գնահատականների վրա։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը որպես իշխող քաղաքական ուժ եւ պատասխանող կողմ ինչպես է գնահատում պետության պոզիտիվ պարտականության իրականացումը, եթե ընտրական գործընթացի ընթացքում իրավապահ մարմինները պաշտոնապես արձանագրել են համապետական մասշտաբի ընտրակաշառքի եւ նյութական շահագրգռման բազմաթիվ սխեմաներ այն աստիճանի,
որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ստիպված է եղել դիմել արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնությամբ հանդես գան օրենսդրական փոփոխություններ կատարելու։ Ընդհանուր առմամբ մի հատ որ խնդրեմ վերջնական հենց հարցի հատվածը կձևակերպեք, որ ես նորից կարծեմ, այո։ Չէ, դեմի մասը հասկացա, հարցի հատվածը եթե կարելի է։ Քաղաքացիական պայմանագիրը որպես իշխող ուժ եւ պատասխանող կողմ, ինչպես է գնահատում պետության պոզիտիվ պարտականության իրականացումը, շնորհակալություն։ Ընդհանուր առմամբ չվիճարկելով ձեր հարցի սկզբի հատվածը, այսինքն այն բոլոր մտքերը, որոնք արտահայտված են, դրանց հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Պետության պոզիտիվ պարտականության մասով կարծում եմ, որ փաստ է եւ նաեւ պարոն վարչապետի կողմից արձանագրված է, որ պետական ինստիտուտները առավել պետք է ընդլայնեն իրենց գործիքակազմը առաջիկա ընտրությունների շրջանակներում, որպեսզի նման խնդիրների առաջացման դեպքում ավելի մեծ ծավալով դրանք հասցեագրեն եւ թույլ տվեք այն ձեր վերջին հատվածում, որ ասում եք հասել է այն աստիճանի, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը արդարադատության նախարարին դիմում է գրել, թույլ տվեք չկիսել այդ գրության այդքան մեծ մասշտաբը եւ նշանակությունը, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ այլ պետական մարմինները իրենց գործունեության ընթացս կարող են եւ պարտավոր են կարծում եմ թերություններ նկատելու դեպքում համապատասխան նախաձեռնություններով հանդես գալ։ Եթե ցանկացած նման նախաձեռնություն մենք դիտարկեինք, որ մինչ այդ ամբողջական զրոյական վիճակ է եղել, այ հիմա պետք է արդարադատության նախարարը ինչ որ նախաձեռնությամբ հանդես գա, մենք գանք նոր պատշաճ վիճակի, ես այդ տրամաբանությունը չեմ կիսում։ Եղած խնդիրներին արձագանքող համակարգը բնականաբար շարունակական բարելավման անհրաժեշտություն ունի եւ պետք է բարելավի, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նկատած խնդիրները վերացնելով։ Լրացնեմ, եթե կարելի է գործընկերոջս։ Այստեղ շատ քննարկվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գրությունը, ինձ որպես պաշտոնատարանց դա շատ ուրախացրել է, որովհետև ես արդեն նշել եմ, որ դա ապագային միտված գրություն է եւ պետք չէ դա կապել համակարգված երևույթի հետ, այսինքն ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ օրինակ 1 դրվագ, 2 դրվագ, 3 դրվագ հանցագործությունների դեպքում նման գրություն չի կարող լինել, ճիշտ հակառակը։ Շատ դեպքերում 1 դրվագ հանցագործության քննության պարագայում դատախազությունը կամ քննչական մարմինը միջնորդագիր է ուղարկում պետական մարմնին, որպեսզի խնդիրները հնարավորինս շուտ եւ օպերատիվ կերպով վերացվեն։ Ես մի փոքր լրացում անեմ այս մասով կներեք Տիկին Գալյան։ Ասեմ ավելին, անգամ 1 դեպք պարտադիր չի լինի։ Նման նամակի առիթ կարա հանդիսանա, օրինակ ուսանողի գիտական հոդվածը, որով արձանագրի, որ հիպոթետիկ կարող է լինել նման իրավիճակ եւ այս պայմաններում գործող օրենսդրությունը անկատար է եւ առաջարկի այն շտկել։ Ամբողջովին եւ մի բան էլ ներողություն եմ խնդրում, ձեր խոսքից տողատակերից ես ամեն դեպքում այդպես զգացի, տպավորություն է ստեղծվում, որ մենք մեր պատասխաններով դիմադրում ենք այն երևույթների դեմ, այն օբյեկտիվ իրականության դեմ, որ դուք եք մատնանշում։ Ես ուզում եմ կրկնել բարձր դատարան, մենք չենք ասում, չենք կարող ասել, որ ընտրակաշառքներ չեն բաժանվել։ Դա ոչ մեկ կարծում եմ այստեղ գտնվող անձանցից չի կարող ասել։ Եվ մեր քաղաքացիներն էլ չեն կարող ասել, որովհետև մենք բոլորս մեկ իրականության մեջ ենք ապրում։ Այո, այդպիսի երևույթներ տեղի են ունեցել, բայց քննարկման առարկա հարցը այլ է։ Արդյոք այսօր ընտրության արդյունքն այնպիսին է, որը պետք է անբավեր ճանաչվի։ Մենք ասում ենք, որ մեր ներկայացուցիչի բավարարված է, հնարավորություն տանք, որ հարցերը տան։ Տիկին նախարար ամբողջովին համաձայն լինելով նաև միջնորդության բնորոշումների հետ, դրանց ձևակերպումների ու որակումների հետ 100%-ով համաձայն լինելով, ես ես շեշտում եմ այդ նամակը մի բանի համար։ Եթե հակակոռուպցիոն կոմիտեն նման կարգի միջնորդագիր է ուղարկել, ուրեմն պետական մակարդակով մեծ խնդիր ունենք։ Հետևաբար այդ խնդիրը պիտի լուծվի։ Իսկ մեծ խնդիրը չի կարող ազդեցություն ունենալ։ Հիմա սա գնահատական որպեսզի չընչի, ես շարունակեմ իմ հարցադրումները։ Բարձր դատարան հարցը հանում եմ, այլ
քաղաքացիական պայմանագրին հարցեր չունեմ, որովհետև այն մնացած հարցերը, որոնք որ պիտի տայ, հնդածս արդեն պատասխանվել։ Շնորհակալություն, իսկ կողմերից որևէ մեկին ունեք հարց, այլ կողմ։ Ինչպես։ Սպառվեցին ձեր ողջ Ոչ, հարցերը։ ոչ, ոչ։